Բարի երեկո հարգելի հայրենագիցներ, ձայնագրություն եմ իրականացնում կապ եմ հաստատել մեր հայրենակցի Գյումրեցի Ռուբեն Ադամյանի հետ, որը գտնվում է արտերկրում, եւ պատճառը այն է, որ ընդամենը 2 օր առաջ ես Գյումրիում նկարահանում իրականացրեցի Նժդեի հրաբարակում, այդպես ասեմ, կամ գյումրեցիներին ավելի քաջածանոթ ասեմ, Նորավան թաղամասում, որտեղ գտնվում է Գյումրու բռնովի քաղաքապետի, ոնց ես եմ ասում, թեկնածու ՔՊՇՆիկական Սարիկ Մինասյանի, ուրեմն բիզնեսներից մեկը, դա ավտո լվացման կետ էր, ավտո սպասարկման կետ էր, եւ այդ կետի, այսպես ասած, տեղը, դիսլոկացիան ինձ նամակով հայտնեց Ռուբենը, որի տան կից, դուք հիշում եք, ես ուղիղ տունը ցույց տվեցի, թե պատը պատին ոնց է կառուցված այդ քաղաքապետի նախկին թեկնածու եւ միասնական սոցիալական ծառայությունների նախկին ղեկավար Սարիկ Մինասյանի եւ նրա ընտանիքին պատկանող այդ բիզնես կենտրոնը մեքենաների ուրեմն լվացման, այնտեղ երևի ինչ որ նաև շտկման այդ անվադողերի եւ այլն աշխատանքներ են իրականացնում եւ ինչպես եղավ, որ ես դրան անդրադարձա։ Ռուբենը դուրս եկավ ինձ հետ կապի, սկզբում մի քիչ ղայնացած, որ ես չեմ անդրադառնում այդ խնդրին, անկեղծ ասած ես չգիտեի, որ Սարիկ Մինասյանը կամ նրա եղբայրը կամ նրա հայրը տիրապետում են նաև այդ բիզնեսին, եւ ես որպես լրագրող տեղում որոշեցի գնալ տեսնել վիճակը եւ որն է Ռուբենի պահանջը։ Բանն այն է, որ հիմա Ռուբենը ինքը կներկայացնի 2 փաստաթուղթ կա իմ ձեռքի տակ, որը տրամադրել է ինձ Ռուբենը 2008 թվականին դերևս Ռուբենը գնել է այդ տարածքը, այսինքն Չեխովի 6-2 հասցեում տարածք է եղել, որ հիմա անվանափոխվել է Կարեգին Նժդեի 1, ես այդպես հասկացա, եւ Ռուբենը կներկայացնի, թե ովքեր են այդ Պալասանյանները, որոնք փաստորեն այդ տարածքի սեփականատերն են, ենթադրում եմ, որ իր բարեկամներ են։ Մի խոսքով, Ռուբենը կառուցել է այդ տունը այդտեղ, եւ հետո ի հայտ է եկել Սարիկ Մինասյանը իր բիզնեսով եւ խանգարում է Ռուբենին, ով կառուցել է սեփական տուն, այդտեղ դուք տեսաք ես ցույց էի տվել ձայնագրությամբ, հիմա Ռուբենը չի կարող սեփականաշնորհել այդ բնակարանը, որովհետև Սարիկ Մինասյանը եւ իր եղբայրը իրենց բիզնեսներով ոնց որ խանգարում են մարդուն լիարժեք դառնալ իր կառուցած տան տերը, այդպես է թե ոչ։ Հիմա մենք Ռուբենին կխնդրենք, որ ինքը հակիրճ, բայց հանգամանալից ներկայացնի, թե ինչն է խնդիրը եւ ինչպես է Գյումրու ՔՊՇՆիկական Սարիկ Մինասյանը, որ այդպես արտարությունից էր խոսում, քաղաքը սիրելուց էր խոսում, խանգարում այս մարդուն եւ նիկոլական դարձած Սարիկ Մինասյանը ընդ որում։ Լսում ենք ձեզ։ Ուրեմն հողատարածքը կանվել է 2008 թվականին աջորդի միջոցով հողատարածքի սեփականատերը հանդիսանում է Պալասանյան Ռոզան Քուրես 2010 թվականին շինթույցություն նախագիծ ապեզելերի փաստաթղթերով սարքած արդեն տունը սկսել ենք կառուցել։ Իսկ իմ նախագծի մեջ այդ օբյեկտը որպես նշած է ժամանակավոր սպասարկման տաղավար, ոչ ձեր սպասարկման կետ, այլ ժամանակավոր սպասարկման տաղավար։ 11 թվականին վերես բողոք եկել, կանչեցին Գյումրու բանը շինարարության տեսություն, իբր աբորենի շինություն կենեմ, իրանց էին հրավիրել Սարիգի հորը։ Այդ ժամանակ ես թղթերը տվեցա, որ իմ շինարարությունս լրիվ օրինական է, իրանց նախագիծն է այդ ժամանակ տեսա, 11 թվականին տված է նախագծը որպես խանութ կառուցելու։ Ուրեմն ճակատային հատվածում մեջտեղը մի հատ դուռ, կողքերը կիսալուսնաձև լուսամուտով։ Աբորենի թղթեր սարքեցին 14 թվականին գնացել տունը սեփականաշնորհեմ, քան անգամ գնացել է չէ։ Որից գնացի Ուգասյան Լովան սավ թե
չենք ենեքուտունը, չենք սեփականաշնում, սի պատճառը բայց ժամանակը չէ։ Բայց ու միսը այդ մարդիկ արդեն այդ ընթացքում սարիգին թղթեր կսարքեն, օրա ձեր սպասարկում դարձնեն, գրած է սպասարկման կետ եւ ձեր սպասարկում։ Դորից հետո մարդիկ տունս հանեցին կարմիր գծի վրա, այսինքն ես հողը առել եմ կարմիր գիծ չեմ եղել, իմ տարածքից 1 սանտիմ դուրս չեմ եկել կարմիր գծի վրա եմ արդեն 30-ից 40 սանտիմետր։ Ու ցկցկելով չթողեցին տունը սեփականաշնորհել։ Անցած տարի նորից դիմում գրեցի, գնացի, չերեցին վարչապետը դիմում գրեցի նորից կոնյան վարչապետը միջնորդ է սեփականաշնորհին քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի տեղակալ Սարգսյան Հովում սավճա վարչապետը դες դիմում գրե թեկածունին վարչապետի վայրն է քաղաքապետի վայրն է Այսինքն շատ կներեք Ռուբեն դա անցյալ տարի նշանակում է Վարդգես Սամսոնյանի օրոք Վարդգես Սամսոնյանի օրոք Վարդգեսին էսեցի սի մարտը սի քու աշխատողը սա թեկածունին քաղաքապետի վայրն է վարչապետի վայրն է գուզես տունը դօրինական սեփականաշնորհ Սարոյին համաձայնություն տուրով սերվիզը չես փակել դա ես է տունդ կենեմ ես էսի թեկածունին քու վայրը Սարոյի վայրն է դուք որ Սարոյին թուղթ տվեցի որ սարքեց ձեր սպասարկման կեր եկեք ընձեն համաձայնություն ուզեցի Որի իրավունքը չունեք։ Ռուբեն, մեկ վարդյան ընդհատենք, հասկանանք, էլի, որպեսզի մեր դիտողներն են հստակ հասկանան, դուք հողը վերցրել եք, բայց այն ժամանակ արդեն կողքը եղել է ինչ-որ մի կառույց։ Ինչ-որ մի կառույց այն ժամանակավոր տաղավար։ Ժամանակավոր տաղավար։ Խանութ է եղել, շեչերի ընդունման կետ է եղել։ Էլի իրենց է պատկանել։ Խանութ եղել։ Հա? Էլի իրենց է պատկանել։ Առաջ ուրիշ մարդու էր, հետո իրանք առան։ Հետո դուք օգնության խանութ եղել։ Ինչի խանութ կներեք։ Օգնություն են բաժնել տեղ։ Առաջ օգնություն կուտային բնակիչներին, չէ՞, Տոմի Գավրովներին, օգնություն են բաժնել տեղ, խանութ եղել։ Հիմա դուք տարիների ընթացքում բողոքել եք, որ կարողանաք ձեր կառուցած տունը սեփականաշնորհել, այսպես ասել, սեփականության վկայական հանել, հա, բայց ուրեմն ավարտական ակտ վերցնեմ քաղաքապետարանից, որովհետեւ մտնկատաստրը սեփականության վկայական հանենք։ Մարդիկ ասեն, չի եղել, կարճ կոնկրետ, Սարոյին թուղթ կուտած, մենք եք ուտոնետ կենենք։ Ես Գնացի ես, հաջողեց էզի, թեկածունım ձեր վայրն է, Սարոյի վայրն է, կարճ կոնկրետ։ Երբ որ դուք ընձեմ համաձայնություն վերցնեք, չեք վերցնել, հիմա արդեն կուզեք որ ես տամ համաձայնություն, ձեր սխալը կուզեք ուղեք, իմ միջոցով դիք չի եղել։ Քաղաքաշինության տեսությունն է եկավ նայեց, տեսա որ իրոք քաղաքապետարանը սխալ որոշում է տվել։ Քաղաքաշինության Հրդեհային տեսությունն է եկավ, իպես տեսավ, թե խախտում չկա։ Ինչը կրնա խախտում չերնի, երբ որ տվյալ տարածքում զոդման աշխատանք է կատարվում։ Ու սորից երկու-երեք ամիս առաջ տվյալ տարածքում սերվիզի ավտովառավ, բաժարն եկավ կանգնավ, ավտոմարես գնաց։ Այդ վիդեոն է կա։ Եթե այդքան բանը չկանի է։ Տեսագրությունը ինչ է տրամադրել։ Թող ինձ բացատրություն տան։ Թող բացատրություն տան։ Այդ մարդիկ իմ հանգիստս կխանգարեն, ասենք ես տուն եմ սարքել ապրին, չեմ սարքել հյուրանոց, չեմ սարքել ռեստորան կամ կաֆե։ Ես բնակելի տուն եմ սարքել, իսկ բնակելի տնից տվյալ ծեր սպասարկումը տվյալ ժամանակահատվածում 2008 թվին 19 մետր հեռավորություն է պահանջել։ Իսկ իրանք այնքան դեբիլ են որ քաղաքապետարանի քաղաքաշինության աշխատողները։ 14 թվին է այդ օրենքը, 14 թվին օր է 15 մետր դեռ, բայց չես 14 թվին օր է այդ օրենքը գործել է այդ օրից առաջ 18 թվին է 2008 թվին է այդ օրենքը գործել 2000 թվին է գործել ցենք իրանք չեն մտածել թե ցենք այս մարդիկ օրենք են գիտեն Սա գիտենք որը մեկ վարյան որովհետեւ մենք իրար լսենք ճիշտ է կապը մի քիչ դանդաղ է ոնց որ ընդհատվում է բայց այսպես խնդրանք առաջին տվյալ տեսագրությունը որ դուք ունեք որ մեքենան այրվել է ես խնդրում եմ տրամադրել մեզ եթե դա կարելի է
որը երևի դուք եք արել կամ ձեր ընտանիքի անդամները։ Երկրորդն էլ ինչ է նշանակում։ Ես տեսա ձեր կողմից ինձ տրամադրված փաստաթուղթը, որտեղ նշված էր, որ 19 մետր հեռավորություն պիտի լինի տնից նման սպասարկման օբյեկտ կառուցելու համար եւ գործարկելու համար։ Այդ օրենքը բոլոր ժամանակներում է եղել, եւ եթե ինչ-որ մարդիկ մանիպուլացնում են եւ փորձում են քողարկել, ապա դա ուրեմն իրենց պաշտոնեական օրինախախտում է։ Հիմա որ փուլում է ձեր փողոքը եւ արդյոք Սարիկ Մինասյանը իր բարեկամները երբևէ ձեզ հետ կապի ելել են ինչ-որ բան համոզելու, ինչ-որ գործարկի գնալու։ Իրանք շատ բան են ուզեցել համոզելու, երևից այդ հող դուր ընձի, տարածք դուր, 3 մետր տարածք, որ սերվիզով կամ հայատ մտնի, մենք է թողանք կուտունը ստեփականաշինը, նույնիսկ նախագծով, որտեղ որ ընձի ավտոյի ճամբա է նախատեսած, տարված պիտի տրվի բառոտ, որ հայատս ավտոմատ, այդ տարածքն է առել։ Որ ես մեքենայի ճամփա չունեմ դեպի իմ հայատս մտնող։ Այսինքն ինչ է նշանակում, թողնենք սեփականաշնորհել, իրենք են թողնողը կամ չթողնողը։ Դե մարդիկ պայման կտնեն, դեմես, ես եմ թկած ու ձեր վրան, ձեր պայմանների վրան, դուք իմ պայմաններովս պիտի առջերտակ։ Իսկ քաղաքաշինության տեսությունն է, բանավոր ինձ հետո պատասխանեց, երբ որ քո տունը սեփականաշնորհի օրինական բրծա Դիմում կուդաս մենք կուկանք սերվիսը կփակենք, ասեմ ախպեր, դուք ինձ ճիշտ հասկացեք, ես իրանց պատճառով չեմ կրնա, ես մարդիկ ինձ ինքնակամ շինություն որպես դեմ կուտան, եթե ես որպես ինքնակամ շինություն սեփականաշնորհ, ես էլ իրավունք չեմ ունենա սերվիս փակելու, որովհետև ինքնակամ եմ կառուցել, օրինական չեմ կառուցել, ասենք իրանք այդտեղ կուզեն ինչ-որ խաղեր խաղան, բայց չեն հասկանալ, մենք այդ օրենքը գիտենք։ Այսինքն ինչ որ ես կամ փոխանցել եմ դոկումենտ եմ սարքել, ես այդ դոկումենտի փողը ճեղեմ թափեմ, ձեզ փող տամ նորից, որպես ապօրինի շինություն ձևակերպեմ։ Այսինքն եթե դուք ապօրինի շինություն եք իրենց խորհրդով հետևում եք ապօրինի շինության գաղափարին, բայց դուք օրինական եք սարքել այդ բնակարանը, ձեզ թույլ է տրվում, հա, սեփականաշնորհել կամ հետագա գործողություններ իրականացնել օրինականացնելու, այո։ Ձեզ թույլ կտան, հա։ Կարող երբ որ եթե հիմի նորից օրենքներն օրա ինքնակամ շինությունները կարող են օրինականացնել, կրնամ այդ ձևի հետամ օրինականացնեմ, բայց այդ դեպքում ես սերվիսի հետ կապ չեմ ունենա առհասարակ, որովհետև ես ինքնակամ շինություն եմ եղել։ Ռուբեն, որովհետև մենք շատ չծանրացնենք հեռուստադիտողներին, ճիշտ է, դուք հանգամանալից ներկայացրեցիք, բայց ստացվում է, որ ուղիղ ձեր պատինքից Գյումրու քաղաքապետի թեկնածու ԽՊՀ-ական Սարիկ Մինասյանը տարիներ առաջ կամ նրա եղբայրը, որի անունով ձևակերպված է ըստ փաստաթղթի ներկայացած այդ օբյեկտը, կառուցել են առանց ձեզ հարցնելու ուրեմն այդ օբյեկտը եւ հիմա ձեզ պարտադրում են, որ ասենք դուք ձեր օրենքով կառուցած օբյեկտը, որը չեն թույլատրում, ես ճիշտ հասկացա, իրենք որ սեփականաշնորհվի, ուրեմն ձեզ պարտադրում են դա դիտարկել որպես ապօրինի շինություն։ Հարգելի ժողովուրդ, այս ամեն ինչը ներկայացնում եմ նրա համար, որպեսզի դուք հասկանաք անօրինականության եւ բեսպրիդելի ռուսերեն ասած սահմանը կամ անսահմանությունը, որը տիրում է Գյումրիում, այս մարդիկ երևի տեսել են, որ Ռուբենը մեջք չունի, այսպես հովանավոր չունի եւ կարելի է ճնշել, եկել տեղավորվել են մարդու տան կողքը իրենք ավելի ուշ, բայց հիմա իրենց պայմաններն են պարտադրում։ Հիմա ինչ քայլեր եք դուք պատրաստվում դիմել, Ռուբեն, ինչ եք պլանավորում անել։ Ես մի նույնիսկ իրանք լեննագանի ինչքան չափագրող կա, գնացել մոտեցել են, սաղին անհատական սելեն օրաս չեստակ չափագրեք այդ տունը, ոչ սեփականաշնորհ։ Ես հիմա արդեն մարդ եմ վերցրել Երևանից։ Ճիշտ է, կա։ Երևանից են եկել չափագրել, սպասեմ գա որ մոտ օրերս չափագրությունս դեռ նորմալ տան ընձի։ Ես որ րոպեին ոտս տերի լեննագան, երրորդ օրը պիտի մտնեմ այդ դոկումենտներով քաղաքապետարան, որ տունս օրինական սեփականաշնորհեմ։ Հիմա եթե իմ տանս մեջ երթակ մտնիկ,
տղուս սպանին մտնի կամ կուխնայի մեջը կանգնի կամ թեկուզ իմ սպանից այնտեղ մոյք են աշխատի կերխերից են տունը պարս կուկա հա մենք եղանք տարածքում ուրեմն այդ փոշեկուլի աշխատանքն էր այդ վնգոցը որ լսելի էր դա նաև հագահրդեհային անվտանգության կանոնների խախտում է եթե ասում եք որ մեքենայել է արվել դա կարող է ռիցիդիվ տա էլի բայց իրենք օրինականացրել են այդ կետը դե հա ծեփականաշնորհել են բայց որի իրավունքը չկար առհասարակ մինչև ես համաձայնություն չտայ այդ օբյեկտը չպետք է աշխատեր այսինքն ենթադրելի է որ երբ դուք կարողացաք սեփականաշնորհել Սարիկ Մինասյանի նրա հոր նրա եղբոր բիզնեսի այդ կետը պիտի գոյություն չունենա ճիշտ է բնականաբար ես Չայդ երեխա տղա ունիմ, չեմ ուզոր այդ երեխեն հանցագործ դառնայք ուսմիսով, որովհետև միշտ կռիվ տավի հայոյանք Դե հա, այդ տունս մասը բրո։ Դերնիմ սեմեցի շենեք։ Եղավ որա չեղավ։ Անձամբ դուք այս վերջի հարցն էլ տամ Սարիկ Մինասյանի հոր եղբոր հետ կոնտակտի դուրս եկել եք, խոսել եք։ Ու ինչ տոնայնությամբ Մոտավորապես ամիս ու կես առաջ էր հոր հետ խոսացիս այդ կերխերը տեղափոխեք են կոմոդ կոյնեմ ծենը տանս մեջ չկա բան մարդ ինչ ծեն կա բան ամոտ չես կոմենքամ ինչ ամոտ գնաց է սաղ չապագարողներին սելեկտ չերտակ չապագարեք որ տունի չսեպագանաշորի հերը դարավ սավ լավ ենք երեմ չի պիտի սեպագանաշնորես Այդ մարդու խոսքն է։ Հարգելի քաղաքացիներ, հարգելի ժողովուրդ, դուք լսում եք, թե մարդը անձամբ ինչ է ներկայացնում եւ փաստորեն նաեւ սպառնալիք է հնչել կոնկրետ Ռուբեն Ադամյանի հասցեին, ձեր տան հստակ հասցենք, ասեք Չեխովի 6-2, թե Նժդեի։ Չեխովի 6-2։ Այդ տուննո սարկազը քրոջը սանով է, այդ հասցն է, Չեխով 6-2։ Իսկ ես տանագի վրա եմ գրանցված։ Փաստացի հարգելի ժողովուրդ, մենք տեսնում ենք, որ մարդուն քաղաքապետի տեխնազու, ԽՊՇ-նիկ քաղաքապետի տեխնազուի հայրը սպառնացել է, իսկ ինչի լավ են կարել, իսկ ինչի պետք է սեփականաշնորհես։ Այսինքն գյումրեցին միադարդարություն ունի ու շեգան շուտ տիրացան, եկել են դա են արել ես մարդը ու գլխին, Ռուբեն, ես աչալուրջ կլնեմ, կան որ դուք ինձ եք դիմել, ձեր խնդրին, եւ ես խնդրում եմ ցանկացած զարգացման պարագայում մեզ տեղեկացնել Եվ մենք էլ եթերով կներկայացնենք ընթացքը, հարգելի ժողովուրդ, տեսեք թե Գյումրիում, ես որ ասում եմ կոռուպցիան Գյումրիում եւ Շիրակի մարզում ճպճպում է, այսա վկայություններից մեկն է։ Օրինակ, երբևէ ոչինչով աչքի չընկնող Կակոյնի բույց Սարիկ Մինասյանը, որին Նիկոլ Փաշինյանը պեղեց կդավ, կապեց գյումրեցիների վզին, հետո էլ ուզում էր սարքել քաղաքապետ ու հիմա էլ աննգուն ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ, այսպիսի քաղաքացիական վարկագիծ ունի, խլելով են զբաղված, մարդկանց սպառնալով են զբաղված, մարդկանց հանգիստը խանգարելով են զբաղված, որովհետև դա իրենց բիզնեսն է, իրենք են, ՔՊՇ-նիկներն են, ԱԱՑ-ականի բարեկամներն են, իրենց ամեն ինչ կարելի է Գյումրիում։ Ես խոստանում եմ, մենք հետևողական կլինենք եւ Ռուբենի կողմից ցանկացած ահազանգի դեպքում կանդրադառնամ ես խնդրին եւ դուրս կգամ կապի։ Ես սպասում եմ ձեր արձագանքին, երբ որ լինի նորություն չափագրումից, խնդրում եմ մեզ իրազեկել, մենք իմանանք։ Շնորհակալություն, հաջողություն ձեզ, բարի օր։ Ռուբենի հետ մեր ուրեմն կապը 5 ժամ տարբերությամբ է, դրա համար Ռուբենին մաղթենք երևի բարի գիշեր։ Հաջողություն ձեզ։ Մերսի շատ, շնորհակալություն։